Քանդակագործ գեղանկարիչ Արմեն Բալյանին կարելի է գտնել Լոս Անջելեսյան իր փոքր արվեստանոցում։ Առավոտից մինչև ուշ երեկո այստեղ է անցկացնում, ստեղծագործում է։ Բալարը, ինչպես նրան անվանում են ընկերները, արվեստանոցն առօրյա հոգսերից, աղմուկից փախչելու, իր մտքերի հետ առանձնանալու կղզյակն է համարում։ Ստեղծագործելիս մտովի վերադառնում է հայրենիք, շնչում Հայաստանի օդը, քայլում Երևանի փողոցներով։ Այնպես ստացվեց, որ 97 թվականին տեղափոխվեցի ընտանիքով Միացյալ Նահանգներ եւ Միացյալ Նահանգներում փորձեցի նոր կյանք ստեղծել։ Շուտով կլինի երևի 30 տարի այստեղ եմ, բայց կարող եմ ասել համարյա ամեն օր երազներիս մեջ ես իմ քաղաքում եմ։ Շատ անգամ երազիս մեջ քայլում եմ, ասում եմ՝ հայ մարդ, ես ինչ եմ ներկոտ շորերով, սենց իմ աշխատանքային շորերով, սենց եմ եկել Երևան։ Եվ այնքան իրական է այդ երազը, ասում եմ, հայ մարդ, սենց ոնց կլինի, սենց ներկոտ շորերով ամոթ չի, ես դուրս եմ եկել քաղաք, ման եմ գալիս բան։ Հետո նոր հիշում եմ, հասկանում եմ, որ սա երազ է։ Բալարն ավարտել է Երևանի Գեղարվեստացատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո ուսումը շարունակել է Gentle Giant ստուդիոյի քանդակի բաժնում։ Քանդակել է հայտնի կինոկերպարների, Միացյալ Նահանգներում նրան մեծ ճանաչում բերեց King Kong-ի արձանը։ 2 շաբաթում գիշեր-ցերեկ քանդակեցինք, իհարկե ոչ միայն ես եւ իմ ընկերը Ռուպակը եւ մի ամբողջ թիմ էր աշխատում այդ քանդակի վրա։ Քանդակը ուղարկվեց Նյու Յորք, Times Square-ի վրա դրվեց այդ ֆիլմի պրեմիերայի համար եւ դերասանները եւ ռեժիսորները եւ այլն նկարվում էին այդ King Kong-ի հետ միասին։ Հետո King Kong-ը հետ եկավ Լոս Անջելես, Universal Studio։ King Kong-ից հետո կինոաշխարհը նկատեց Բալարին։ Universal Studio, Disney, Sony եւ այլ հայտնի ընկերություններ նրան պատվիրեցին ստեղծել այլ ֆիլմերի ու մուլտֆիլմերի հերոսների քանդակներ, որոնք իրենց տեղը գտան կինոարվեստի տարբեր թանգարաններում։ Ինձ համար դա մեծ պատիվ էր։ Իսկ ստուդիայում իմ հայ լինելը բնականաբար շատերը հային ճանաչեցին ինձանով, որովհետև ուղղակի չէին շփվել մարդիկ։ Բոլորը Լոս Անջելեսից չեն, ասենք թե կամ այստեղից, տարբեր տեղերից ամերիկացիներ կան, մարդիկ կան, ուրիշ երկրներից կան, որ հայերը առնչություն չեն ունեցել։ Երևի կարելի ասել առաջի հայը ես եմ եղել իրանց կյանքում, որոնք իրանց եւ մեծ պատասխանատվություն է զգում ինձ վրա, որ ճիշտ ներկայանամ։ Բալարը շատ է ցանկանում անդրադառնալ նաև հայ կինոյին ու հայկական կերպարներին։ Վստահ է, այդ օրը հեռու չէ։ Յուրա Վահանյան, Հակոբ Փափազյան, լուրեր։